Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը եղել է կաթվածը եւ դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունը նշված է 88-ամյա Պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս Պապը երկուշաբթի վաղ առավոտյան կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաեւ Պապի հոգեվոր կտակը, որում նա խնդրել է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորիեի բազիլիկում։ Դամբարանը պետք է լինի պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի, մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս։ Սելենսկին հայտնել է, ապրիլի 23-ին Լոնդոնում տեղի կունենա Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը։ Հավատարիմ ենք մեր կառուցողական դիրքորոշմանը հասնելու հրադադարի, այնուհետև տեւական խաղաղության, նշել է նա ու ընդունել։ Սատկի օրերին օդային տագնապներ չեն հայտարարվել, շփման գծի որոշ հատվածներում մարտեր չեն եղել։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները լավ են ընթանում, սակայն դեռ ժամանակ է պետք հասկանալու, ինչպիսին կլինի արդյունքը։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը Ռուսաստանի ու Ուկրաինայի պատվիրակությունների հետ Վաշինգտոնի ներկայացուցիչների վերջին հանդիպումները արդյունավետ է որակել։ Հույս հայտնել, որ Մոսկվան եւ Կիևը կարգավորման շուրջ համաձայնության կհասնեն այս շաբաթ։ Իրան-ԱՄՆ միջուկային գործարքի հարցով անուղղակի բանակցություններն ակնկալվում է, որ կշարունակվեն Ժնևում եւ Օմանում։ Իրանի նախագահը հայտարարել է, Թեհրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել, եթե Վաշինգտոնը հարգի Իրանի ազգային շահը։